Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Դե որ գնում հիվանդանոց գալիս, մի փոքր ավելի վերականգնված եմ գալիս, որովհետև ջուր են ներարկում, ջրազրկում է տեղի ունենում, թեպետ շատ ջուր եմ խմում, բայց պարզվում է դա բավարար չէ։ Ճնշման եւ գլյուկոզայի խնդիր ունեմ, այդ միջամտություններից հրաժարվել եմ։ Դե հա, բնական է, որ օրերի ընթացքում առողջությունը պիտի ինչ-որ չափով զիջի, կառուցվածքի, կազմվածքի հետ կապված նաև, որ ես մի փոքր ավելի ծանր եմ տանում, բայց հիմա մի քիչ վերականգնվել եմ, ավելի լավ եմ, շնորհակալ եմ։ Անդրեան 21 օր, եթե չեմ սխալվում, արդեն Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է, եւ ես ուզում եի հարցնել առհասարակ այն արձագանքը, որ այսօր արկա է, որքանով բավարար է, թե հանրության, թե իշխանության, թե ինչու ոչ նաև Սփյուռքի կողմից։ Գիտեք, այն որ Ռուբեն Վարդանյանը դիմել է այդ ծայրահեղ քայլին, թվարկելով իր պահանջները, դա իրականում ճիչ էր մարդկանց թափվելու եւ դուրս գալու այս անտարբերությունից։ Այն որ որոշակի ուշադրություն է սևեռվել ամբողջ գործընթացին նաև բոլոր գերիների, գոնե ի տարբերություն նախկինում եղածի ակնհայտ է, բայց սա քիչ է, բավարար չէ եւ մինչեւ այս պահն էլ բավարար չենք արել ու այդ պատճառով է հենց Ռուբեն Վարդանյանը հացադուլ սկսել։ Դուք գիտեք, որ ՄԱԿ-ի հայտարարություն եղավ եւ նաեւ Ավրորայի մրցանակակիրներից, լաուրեատներից մեկը Ֆատիման մեկնում է Բաքու, հույս ունենք, որ իր մուտքը չի արգելվի եւ հույս ունենք, որ կմասնակցի Ռուբեն Վարդանյանի դատավարությանը, որովհետեւ իր պահանջներից մեկն էլ միջազգային լրատվության կամ ներկայացուցիչների մասնակցությունն է։ Ինչ է նա ուզում։ Նա ասում է, եթե ես համարում եք ու դուք վստահ եք, որ ես մեղավոր եմ, եկեք բաց դատավարություն անենք, ես պատրաստ եմ։ Ձեր իսկ օրենքներով, բայց միջազգային հանրության ներկայությամբ, լրատվամիջոցների, դեսպանությունների, միջազգային դերակատարների, որպեսզի այս փակ դատավարությունը, այսինքն դուք ասեք, դուք լսեք չլինի, այլ եկեք բացահայտենք ինչ է տեղի ունեցել, եթե դուք վստահ եք, որ դուք ճիշտ եք։ Եվ սա ուժեղ խաղաքարտ է, որովհետև Բաքվին հենց ցույց է տալիս նա ամբողջ աշխարհին, որ Բաքվում չի կարող լինել արդար դատավարություն փակ համակարգում։ Եվ ինքը վստահ է իր անմեղության, որ մենք որևէ մեկս կասկածել չունենք։ Դարապես այդ դատավարությունը ֆարս է։ Բայց այն որ Ռուբեն Վարդանյանը հենց այդպես է դիմում, նա պատրաստ է լսել ձեր մեղադրանքներ եւ պատասխանել ուղղակի պիտի լինի պատշաճ դատավարություն, նույնիսկ ադրբեջանական օրենքների սահմանների ճշգրիտ պահպանմամբ եւ միջազգային հանրության լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սա արդար պահանջ է եւ աշխարհը պիտի լսի, որ նրա պահանջը լիարժեքորեն համապատասխանում է միջազգային հանրության կառույցների պահանջներին։ Եվ այս առումով մենք էլ մեր հերթին որպես հայ ժողովուրդ պիտի պահանջատեր լինենք, որ նրա պահանջները եւ դա միայն իրեն չէ վերաբերվում մնացած բոլոր գերիների դատավարություններին, որ այդ պայմանները բավարարվեն։ Եվ այդ դեպքում ու թող լինի եւ մենք կտեսնենք թե ինչի մասին է խոսքը։ Չէ որ բոլորս հասկանում ենք, չէ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահություն է եղել, բանակցություններ են եղել, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ամերիկայի ներկայացուցիչներ են գնացել Արցախ, շփվել Բաքո Սահակյանի մյուս ղեկավարների հետ։ Ինչի մասին է խոսքը։ Այս բոլոր ինստիտուտներին դատում է Բաքուն աշխարհի աչքի առջև։ Հետևաբար, այո, պահանջները լիարժեք արդարացի են, մենք էլ պիտի մեր հերթին պահանջատեր լինենք որպես հայ ժողովուրդ։ Այս օրերին այո, մարդիկ սկսեցին հիշել գերության մեջ գտնվող, ես ով եմ, որ չեն մոռանում, բայց պետք է հիշել հրապարակային։ Պետք է այս իշխանությունը իմանա, որ մարդիկ չեն մոռանալու, ավելին չեն ներելու հայորդիների դատավարությունը Բաքվում, եթե օր առաջ նրանց չվերադարձնի։ Իսկ այն, որ իշխանությունը ունի լծակներ եւ ոչ միայն բավարար չի օգտագործում, այլ ոչինչ չի անում, սա արդեն փաստ է։ Մենք արդեն բոլորս տեսնում ենք, հայ ժողովուրդը պիտի դա իմանա։ Ես ցավում եմ, որ այս իշխանություններն են այսօր Հայաստանը ներկայացնում, բայց այո, իշխանությունների պարտականությունն է գործուն միջամտություն ունենալ այս դատավարական process-ներին։ Թանդիլյան, այսօր Բաքվում հերթական դատավարության օրն է, ըստ ձեզ ինչ կարելի է սպասել, քանի որ Ռուբեն Վարդանյանի վերջին աուդիոուղերձից հետո շատերը կարծում էին, որ դա կարծես թե հրաժեշտի խոսք լինի։
Նախ այսօր այո մյուս գերիների դատավարությունն է եւ ինչ ենք սպասում, այսինքն ինչ է տեղի ունենում, փակ դատավարությունն է, մենք չենք իմանում ինչ են խոսել, ինչ է կատարվում եւ ստանում ենք տեղեկատվություն ադրբեջանական պետական լրատվամիջոցներից։ Այսինքն մեր ժողովուրդը մի բան պիտի իմանա, ամեն ասված բան այնտեղ հարցականի տակ է, այդպես է թե ոչ։ Անկախ նրանից բովանդակությունը մեզ դուր է գալիս ասվածի թե ոչ, պիտի մեծ հարցական դնենք եւ իմանանք, մեզ մի բան է պետք, մեր հայրենիները վերադառնան։ Նրանք մերն են, մենք պիտի տիրություն անենք եւ որևէ ասված բան չպիտի օգտագործենք կամ համացանցում այլակոծվենք, այսպես բուրըն բան։ Այո, տարբեր վարքագծեր կարող են լինել։ Մենք չգիտենք ինչ է այնտեղ կատարվում։ Այնպես որ եկեք հանգիստ թողնենք գերիներին, պահանջենք իրենց վերադարձ, որևէ մեկը չգիտի ինքը ինչպես իրեն կպահի այդ պայմաններում, ում հետ ինչ է կատարվում, որևէ մեկը չգիտի եւ թույլ չտան իրենց իրավունք չվերապահեն, քննարկել, առավելևս քննադատել որևէ մեկի վարքագիծ։ Այո, ես հասկանում եմ, որ Ադրբեջանը ինչ ուզի պիտի ասի, Ադրբեջանը խաղում է հայ ժողովրդի հույզերի հետ, այնպես որ եկեք չուրախացնենք թշնամուն, լինենք զուսպ ու պահանջենք մի բան՝ հայ գերիների վերադարձ։ Դրանից ավելին ոչինչ։ Ինչ վերաբերվում է ուղերձին, Ռուբեն Վարդանի ուղերձը ես բնականաբար բազմիցս լսել եմ, նրան ճանաչում եմ անձամբ ու այդ ուղերձում ամբողջովին ինքն էր, առայն որ թվում է թե մարդիկ մեկնաբանել են հրաժեշտի, բայց չէ, դա մինչև վերջ պայքարի մասին է։ Պայքարի մասին է, անտարբերությունը հաղթահարելու մասին է, չընկճվելու մասին է, թույլ չտալու, որ առօրյան մեզ կլանի, մեր արժեքներից տանի հեռու, մեր սկզբունքներից հեռացնի, որովհետև այո, ամեն մարդ իր կյանքն ունի պիտի ապրի, բայց մենք կարևորը երկրորդականից պիտի տարբերենք, մենք պիտի թույլ չտանք, որ մեր արժեքները զիջեն մեզանում։ Մարդ հայ ունի դրական, բացասական կողմեր, պիտի դրսևորենք մեր դրականը այսօր այդ օրերն են, պիտի մեր դրական կողմերը միաձուլվեն, դառնան ուժ, բռունցք, պայքարենք, որպեսզի արժանապատվությունը հայ ժողովրդի վերականգնվի։ Նա Բաքվի բանտում պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունը եւ յուրաքանչյուր առանձին վերցրած հայ մարդու, որովհետև դուք եթե կարդաք այն հոդվածները, որ իրենց վրա է դրվում, դուք բոլորդ եթե եղել եք Արցախում, ձեզ վրա նույնպես այդ նույն հոդվածով կարող են նստեցնել։ Դուք չգիտեք վաղը Բաքուն ում է պահանջելու Փաշինյանից հանձնել իրենց, արդեն ցուցակ է տալիս, հանդգնություն ունի, ցուցակ է տալիս։ Ինչպիսի խաղաղության մասին է։ Իսկ Ռուբեն Վարդանը խոսում էր խաղաղությունից, իրական խաղաղությունից, ադրբեջանցի ժողովրդից, նա գիտի, որ այն մարդիկ էլ չեն ցանկանում պատերազմ, ժողովուրդը երբեք չի ուզում, բայց քաղաքական դերակատարները դա ձեռնտու է, իշխանություն են պահում, միջժողովրդի բան են չէ մտցնում, կռիվներ։ Եվ այս առումով նա նաև խոսեց այն մասին, որ ախր այդ Շուշի մզկիթը ով է վերականգնել։ Սա մեծ մարդու վերևից բարձրից բարձունքում գտնվող մարդու խոսքեր են եւ ուղերձ։ Այնպես որ ես ուզում եմ մեր ժողովուրդը հենց այդպեսին լսի, այդպեսին տեսնի Ռուբենին, որովհետեւ չեն ճանաչում շատերը։ Նրանք չգիտեն, որ նա այդ ամբողջ խոսքերի իրական կրողն է։ Երբ որ նա խոսում է հայ ժողովրդի նկատմամբ իր սիրո, իր հպարտության, որ ինքը հայ է։ Քանի հոգի գիտենք, որ այդքան խորությամբ հպարտեն, որ հայ են։ Այս մարդիկ Արցախ անունը անգամ չեն կարողանում տալ։ Իսկ նա Բաքվի բանտից խոսում է Արցախի մասին։ Մենք պիտի սկսենք հասկանալ մաքուրը կեղտոտից, պղտորից տարբերել։ Մենք պարտավոր ենք սկսել մտածել, չենք կարող այսպես շարունակել։ Տիկին Թանդիլյան, հասարակության որոշ շերտերի կողմից մշտապես հնչվում է այն կարծիքը, որ միմիայն Ռուբեն Վարդանյանի անունն է հնչում մշտապես։ Ինչու է այդպես։ Նախ դա ճիշտ չէ, որովհետև առավել ևս իր ընտանիքը եւ մենք միշտ խոսել ենք բոլոր գերիների մասին։ Այս հացադուլը երբ որ խոսում են, ուզում եմ ասեմ, սիրելիներս, ինչը պարզ չի, Ռուբեն Վարդանյանն է հացադուլի մեջ։ Խնդրանք ուղղված է հացադուլ դադարեցնողին, ինչը պարզ չի։ Եվ դա մանիպուլյացիա է, նրանք փորձում են նորից բան գտնել չեղած տեղը։ Ես գիտեմ, որ հասկացողը հասկանում է եւ սիրելի ժողովուրդ, մի արեք։ Այո, բոլոր գերիների մասին է խոսքը։ Հարց չի առաջանում այդ նույն հարց տվողների մոտ, ինչու են Ռուբեն Վարդանյանին առանձին դատում։ Ռուբեն Վարդանը ամեն անգամ ասում է ինձ դատեք մնացածի հետ։ Լսում են դա այդ մարդիկ թե ոչ։ Եվ այո, եթե նույնիսկ մեկ այլ հայացքից նայես, Ռուբեն Վարդանը
թեկուզ ամբողջ այդ պատերազմնական process-ների հետ, չէ, նրանք քաղաքական, ռազմաքաղաքական դերակատարներն են Արցախի, իսկ ինքը ոչ։ Դա էլ է տարբերություն։ Եթե ուզում եք տարբերություններ գտնենք, բայց սա ամենևին կապ չունի։ Խոսքը գնում է այն նաև մնացած բոլորին չէ որ ճանաչում եմ կամ անունները այս բան կարող եմ թվարկել, կեսին անձնապես եմ ճանաչում, դրա համար գիտեմ անունները, բայց խոսքը բացառապես բոլոր պաշտոնապես հայտարարված գերիների մասին, ովքեր գտնվում են Բաքվի բանտում եւ այն մարդիկ, ովքեր դատապարտվել են արդեն նույն Վագիվ Խաչատրյան, այդ մարդուն կարող են չէ արդեն արտահանձնել, եթե բարի կամք են դրսևորում, եթե խաղաղություն են ուզում, արդեն դատն արել են։ Թող ընտանիքի հետ խորհրդակցեն ու թող թեկուզ արտահանձնեն այլ երկրում գրի այդ դատավճիռը։ Ուզում եմ ասել, որ շատ բան կա անելու, ամենևին խոսքը մեկ մարդու մասին չէ եւ չի եղել երբեք, բայց այն որ նա այսօր հացադուլի մեջ է եւ նա միակն է, որ հացադուլի մեջ է, ու այս խնդրանքը ինձ իրեն է ուղված, որովհետեւ ես ուզում եմ, որ ինքն իմանա եւ նաեւ համացանցը սկսեց այդ մասին խոսել։ Նա արժեքավոր է հայ ժողովրդի համար։ Ես հավատացնում եմ այդպիսի հայորդի մենք դեռ երկար չենք ունեցել եւ կարող է չունենանք։ Դուք հիշատակեցիք Հաջիևի վերջին շրջանում կրկին հնչեցված պահանջները եւ ռազմական այսպես կոչված հանցագործներին վերադարձը, որևէ արձագանք մենք որևէ արձագանք չենք տեսնում նաեւ այս հայտարարությանը եւ որևէ քայլ նաեւ չենք տեսնում Ռուբեն Վարդանյանի գործով իրավական առումով այն քայլերի մասին է խոսքը, որոնք թվարկել էր միջազգային իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի փոխարենը Նիկոլ Փաշինյանը գնում է Գյումրի եւ կրկին Թալանը հետ բերելու մասին է խոսում։ Հիմա այս ամենը ինչի մասին է։ Այն որ այս իշխանությունների օրակարգում գերիների հարց չկա, ես կասկած չունեմ եւ դա կրկնում եմ սուտ է, որ նրանք զբաղվում են այս հարցով երբևէ։ Նրանք ուրախ կլինեին հանձնել այդ նույն թվարկած մարդկանց, մի բան էլ ավելին, որովհետեւ ինչպես ասում են, չկա մարդ, չկա խնդիր։ Նրանք զբաղված են դրանով։ Նրանք ուզում են տարածել մթնորդ, որի փժոր ջան, ամեն ինչ լավ է, ոչինչ չի եղել, ձեր սուրճը խմեք, զբոսնեք, ձյունը վայելեք, բան, ամեն ինչ լավ է։ Այն որ հայ մարդու արժանապատվությունը ոտի տակ է տվել, այն որ Ալիևն իրեն անվանել է հարբած ծաղրածու, այդ ամեն ինչը ոչինչ նորմալ է։ Նա սովորեցրել է հայ ժողովրդին անարժանապատիվ կյանքով ապրելու հնարավորությունը։ Նա ցույց է տալիս իր օրինակով, որ դա նորմալ է։ Նա հայտարարակ նոր նորմալ է մցրել։ Նա փարաքարի մի հատ գյուղի մի քանի գյուղի ընտրություններով է զբաղված։ Անամոթաբար, նա հեծանիվի սեզոն է բացել, նա ձվածեղի սեզոն է բացում, դուք ուզում եք ինձ ասել, որ այդպիսի մարդը ունակ է կամ լուրջ է որևէ բանակցություն վարելու, ես ուզում եմ հասկանալ, մեր ժողովուրդը չի ամաչում նման ղեկավար ունենալուց, իսկապես մեր ժողովուրդը, պարզ ժողովուրդը, խելացի, ուժեղ, չի ամաչում, որ իր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։